Ֆիդայական շարժման անվանի հայդուկապետերից էր Սերոբ Վարդանյանը, Ախլաթի շրջանի Սախորդ գյուղի գյուղապետի կրտսեր եղբայրը։ Սերոբ Վարդանյանը, որ հետո պիտի հայտնի դառնար որպես Աղբյուր Սերոբ, իր վրա հարձակված քրդերից մեկին սպանեց։ Դրանից հետո նրան տեղափոխեցին սկզբում Պոլիս, ապա Ռումինիա։ Սերոբն այնտեղ հայդուկային խումբ է ձևավորում և 1895 թվականին վերադառնում Ախլաթ։ 1896-97 թվականների ընթացքում ողջ Գավառում նա կազմակերպում է ժողովրդի ինքնապաշտպանությունը, այդ պատճառով ժողովուրդը նրան սկսեց կոչել Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող, կյանքի աղբյուր։ 1897-99 թվականներին ֆիդայական շարժումը կոչվեց Սերոբյան շրջան։ Թեղուտ գյուղի վճռական ճակատամարտից հետո մի ողջ շաբաթ նա թաքնվում էր ձյունապատ Նեմրութ լեռան կատարին։ Այդ ժամանակից նրան կոչում էին նաև Նեմրութի Ասլան։ Կառավարությունը մեծ գին հայտարարեց Սերոբի գլխի համար։ Ցավոք, այդ ժամանակաշրջանում հայտնվեց դավաճան։ Գետաշենի ռես Ավոն թունավորեց Աղբյուր Սերոբին և ապա այդ մասին հայտնեց Բշարե Խալիլին։ Գելիգուզան գյուղում թունավորված Սերոբը իր ընտանիքի և ընկերների հետ դիմադրում է Բշարե Խալիլի զորքերին, բայց ցավոք, արդեն իսկ թունավորված Սերոբը զոհվում է, այն Սերոբը, որը թշնամու սարսափն էր և ժողովրդի սիրելին։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի ավելին իմանաք քաջերի և նրանց սխրանքների մասին։